Մուշեղ ջան, իջնում եմ խանութ, քեզ ինչ բերեմ։ 10 կիլո պոպոկ։ Բայց 10 կիլո պոպոկը ինչ ես անում։ Հա, ճիշտ է։ Այդ 10 կիլո պոպոկը ինչ եմ անում։ Ավելի լավ է փողը դու դրա։ Բարի լույս, Մուշեղ։ Քեզ ով է թույլ տվել, որ ինձ ֆենով այդ խալին չորացնես։ Պահ։ Հիմա խալի չորացնելու համար թույլ տվություն է, հա, պետք։ Կարող եմ մի հատ գնայի թաղապետարանից 4-րդ ձև բերեի։ Մուշեղ, այդ ֆենը քո առողջությունից թանկ է։ Ու եթե հանկարծ փչացնես, ես էլ քո առողջությունն եմ փչացնելու։ Լավ Լիկա ջան, կներես։ Խոսք եմ տալիս, այլևս չեմ անի։ Տեսար ոնց փչացրեցիր։ Հանգստացի, հա։ Ինչն է, չի փչացել, նայ։ Մուշեղ, ես քեզ խոսք եմ տալիս, այդ ֆենի վրեժը քեզանից լուծելու եմ։ Ինչ վրեժ լուծել։ Գնա դու ավելի լավ խաչբար լուծի։ Թրաշիս հարցերը լուծեմ գնամ պատվերի։ Տաթև, այն որ նոր տարվա համար պայթուցիկներ էին կառել, որտեղ ես դրել։ Դարակում։ Ինչի Լիկա, այս տարի նոր տարին մի ամիս շուտ է սկսվել քո համար։ Չէ, Մուշեղի հետ պատերազմը սկսվել։ Ու մենք պետք է օգտագործենք մեր ծանր հրետանին։ Հայոց երկրի հայ շինարար Կապրես գործով քո դարավոր Արեոց երկրի Սարիքի հետ անպայման մենք պտրում ենք օթևան ու հաճախ տներ վարձում Ընկերներ ու ասկական, բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում Լուսավոր ու արևքող, բարձր որ չմտնի կող, լինի գազ ու լինի լույս Ոնտեղ իմասիս նայող, դա պատրաստ ենք լիքը բող, որ ունենանք full house Ձեղտախաղի պես զգվում է օրը մինչև լույս, հաճախ ուրախ մենք մեկ անհույս Թե չեք ուզում այս պայքարից մնալ դուք խաղից դուրս, ձեզ հարկավոր է full house Չեմ հասկանում, ոնց ես հարմարացրել դեմքդ տենց փրթել ես։ Արսեն, դու էլ թրաշվելուց լինեիր ու կողքդ միամիտ ինչ-որ բան պայթացնեին, դեմքդ չէ, վիզդ էլ կփրթեիր։ Վաղտս բերելա, բեղերս չեմ վնասել, թե չես տեղ արուն էր թափվելու։ Մուշեղ, մենակ խնդրում եմ աղջիկներին չմեղադրես, որովհետև այս ամեն ինչի մեղավորությունը քո տակն է։ Եթե դու իրանց ֆենը չփչացնեիր, իրանք էլ քո դեմքը չէին փչացնի։ Ես Եվայա մետին նայի, որ դրանց պաշտպանում է։ Այդ Տաթևին կպա սիրուց խոցված սիրտդ նեղվեց, հա։ Վա, հլը նայքով է խոսում։ Հայրիկ ջան, դու ավելի լավ է գնա երեխուդ տիրություն արա։ Չէ, Ֆելո, դու աշկիս ուզում ես աղջիկների արածների համար գլխովդ պատասխան տաս։ Հանգստացի, խնդրում եմ հանգստացի, դու ավելի լավ է գնա պատվերներիդ հետևից, որ հետո տնօրենիդ պատասխան չտաս։ Ես քո հետ հետո կխոսեմ
գալիս, որ ես այս վիճակում շքամուտքն եմ ավլում, հա։ Հա, շատ։ Համել ասեմ, որ քեզ ավելի շատ ես ազում։ Ասեմ ավելին։ Ավել ջան, քեզ էլ նորանա շատ զազում ապեր։ Ուշախ փոխանակ մակրուհի բերես, որ մակրի տարածքը, դու ինձ ձեռ ես առնում, հա։ Դու հասկանում ես, որ այդ 10,000 դրամի պատճառով մեր երեխան կարա շատ լուրջ խնդիրներ ունենա։ Այդ ժամանակ մուշեղ, դու շատ մեծ ծախսերի տակ կընկնես։ Ար, ես վերջին 10,000 դրամը սա։ Քեզանից է լավ մակրուհի։ Քեզ թողեն ամբողջ օրը գրպաններս կմաքրես։ Մուշեղ ջան, փողը ձեռքի կեղտը։ Բայց կթողնեմ, որ քո գրպանները կեղտոտ դնան։ Ոնց որ ձենը կտրվեց, հա։ Դուռը բաց եմ։ Չէ, մի բացի։ Սպասի մի քիչ էլ։ Լիկա, բայց մուշեղը մեղք էր, լեղաճակ եղավ։ Լեղաճակը ո՞րն է, Տաթև։ Ես կասեի բեղաճակ եղավ։ Բայց ասել է իրան քիչը։ Ես ուրիշ բան եմ մտածել իրան պատժելու համար։ Ինչ։ Մուշեղին պատժելու ամենալավ տարբերակը դա Տամարան է։ Full house. Երեխեք ջան, այս մուշեղը տանը չի։ Գնաց գործի տիկին Տամարա։ Ոյ, 1000 ասել եմ, առանց սնվելու տնից դուրս մի արի։ Չգիտեմ էլ ձերքը գոնե գումար կար, պիտի լորի հասներ։ Գոնե իջնի միտեղ հաց ուտի։ Տիկին Տամարա, ինչպես նկատում եմ ձեր ու մուշեղի հարաբերությունները ահագին կարգավորվել են։ Էլիկա ջան, այս աշխարհում մուշեղի նման սառը մարդ չկա։ Եթե նրա փոխարեն մի ուրիշ մեկը լիներ, մինչև թփկա թաղանտները հիմա սիրահարվել էր ինձ։ Տիկին Տամարա, ես կարծում եմ, որ ձեր մոտեցումը մի քիչ սխալ է։ Գիտեք, ինձ թվում է դուք պետքա մուշեղին համբուրեք, հարմար պահ գտնեք ու համբուրեք։ Հա, ու ինձ թվում է այդ ժամանակ մուշեղի սառը սիրտը կհալվի ձեր համբույրից։ Մի խոսքով տիկին Տամարա։ Կինոյի տոմսեր եք գնում, ու մուշեղին հրավիրում եք կինո։ Նստում եք վերջին շարքում ու ֆիլմի ամենաթեժ պահին մուշեղին պատժում եք։ Ինչ եմ անում։ Պաչում եք, տիկին Տամարա, պաչում եք։ Դե հա, այդ մեկը չենք փորձել, դա էլ կփորձենք։ Հա, տիկին Տամարա, այդ դեպքում դուք այսօր մնացեք տանը, զբաղվեք մուշեղով։ Իսկ ես սրճանով կզբաղվեմ, լավ։ Լավ Տաթև ջան, բայց ուշադիր կլինես, լավ։ Հա, դուք էլ։ Դե Դες հաջողություն։ տեսություն։ Full house. Բարև իմ փրկչուհի, համեցի նստի։ Ամեն ինչ պատրաստ է, կարող ես ճաշակել։ Իմիջայլոց ասեմ, որ ամեն ինչի հաշիվը ես եմ փակում, էլի անվճարակ քո համար։ Վայ Ռուբեն ջան, ես ինչ նեղություն ես քաշել, ես անպայման կվճարեմ։ Լավ, եթե ուզում ես վճարես, վճարի։ Ես ուղղակի սրտանց ուզում եի քեզ հյուրասիրեի, էլի։ Դե եթե այս ամեն ինչը դու սրտանց ես արել, ես ոնց կարող եմ այդքանից հետո վճարել Ռուբեն ջան։ Էլա ջան, քեզ բարի ախորժակ եւ եւս մեկ անգամ քեզ շատ մերսի, որ անցած անգամ ինձ փրկեցիր հրաչի ճիրաններից։ Ու իմացի էլի, այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Դու երկու տար, դու հասարակ մի դերանում և ընդամենը քո այդ երկու հատիկ տարով այս բովանդակ աշխարհին ես ինձ դերանում։ Դու երկու տար, ու ես գարնան հողմի նման քո կենսատու ջերմությանն եմ մտելանում։ Վելո, ես մի բան չհասկացա։
Լիկան ինչի է Facebook-ով նկարներես լայքում։ Ոնց։ Հիմա էլ ինքն է քեզ լայքել։ Այսինքն Դե ուզում եմ ասեմ, այդքան աղջիկներ են քեզ լայքում, հիմա էլ ինքն է լայքել, էլի։ Այսպես դու նկատել ես, որ այս վերջերս Լիկան քո հանդեպ անտարբեր չի։ Ափելո ինչ ես խոսում։ Եթե նույնիսկ տենց էլա, Լիկան թող հույս չունենա, որ ես իր վրա ուշադրություն կդարձնեմ։ Ալո։ Ֆել, մի բան ասեմ չես հավատա։ Հրաչ եկել է սրճարան ու Էլայի համար առանց շպարգարկի սևակ արտասանում։ Ոնց։ Արդեն սովորել եկել, հա։ Ապեր առաջարկում եմ շուտ գազ, քանի չի հասել սևակի Սուլամիթայի նամակներին։ Ֆելո քեզ ինչ եղավ։ Հրաչն է եկել սրճարան ու Էլայի համար արտասանում է։ Եթե ես հիմա շուտ չհասնեմ ու այդ խոսակցության ընթացքում պարզվի, որ ես Լիկայի ամուսինն եմ, Հրաչի իմ համար մավան տեսիլն է ասմունքելու։ Ես գնացի։ Այ հիմա ասա։ Մուշեղ ջան, ես հասկանում եմ, որ դու ամբողջ օրը լարված ես, ամբողջ օրը ղեկին ես, դե շփվում ես տարբեր մարդկանց հետ, հաճախորդների մասին է էլի խոսքը։ Ես կարծում եմ, որ քեզ հանգստանալ է պետք։ Տամարա, բա որ ինձ հանգիստ է պետք։ Ինչ ես զանգել անհանգստացնում։ Մուշեղ ջան, մենք կարող ենք ցրվել, ինչ-որ տեղ գնալ, օրինակ կինո։ Ինչ կինո, տեղով կինո ենք էլի։ Ողբերգական կինո։ Լավ, դեմս մարախուղա, բան չեմ տենում, հետո կխոսանք, հա։ Համենայն դեպս ես կգնամ և կառնեմ այդ կինոյի տոմսերը։ Խելահեղ աչքերով բոբիկ, մորուքը թողմով ծիրուցան։ Ձգեցավ սևահեր զգեստ, բսկտված փշերով հազար։ Անցնում ես երկերով ամա, դարերով այնքան ծանոթ։ Եվ մաքուր ծորյանի նման գրում հնչյուններ հայրենի։ Հիմա ինչ, քո կարծիքով ես խելացի եմ։ Դե գնացինք։ Ուր։ Այնտեղ, որտեղ տակացնում են քար այնպես, որ շիկանա։ Մենք այդ վայրը ընկերներով անվանում ենք սաունա։ Գնացինք։ Օգնեք, Ռոբերտ։ Հրաչ, թող ձեռքը։ Ինչի՞ ապեր։ Արի, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Շատ կարևոր է։ Հա։ Ցավը տանեմ դու ստեղ նստի։ Ինքը ինչ շատ կարևոր բան է ասելու։ Էթոմ գամ ու մենք իրար հետ մի հատ շատ կարևոր տեղում ենք գնալու։ Ապեր բը շատ կարևոր է։ Հա, հաստատ։ Հեսա գամ։ Հրաչ ջան, դու Էլայի հետ գործ չունես, ես մի հատ նենց բան եմ ճշտել, որ իմանաս մի անգամից իրանից կհրաժարվես։ Էդ ինչ ես ճշտել, որ ապեր։ Մենակ չասես, որսի ծնվել է, մերանք ջագել են, որ աղջիկա տարենվիրել են մի հատ ուրիշ ընտանիքի, հետո անցել է տարիներ, այս աղջիկը մեծացել է ու հիմա պարզվում է, որ իմ հալալ քուրն է։ Չէ, Հրաչ։ Բա ինչ։ Քո համար ավելի վատ լուր ունեմ։ Իրա պապան ոստիկան է։ Որսորեր։ Հա, օրը հա, Հրաչ ջան։ Ապերես ինչ լավ բան ասիր։ Ես ինչ Տատաստանից ինձ փրկիր ախպերս, ապրես մաղարիչ ունես Սավոտանը։ Հիմա գիտես ինչ մտածենք, թե ոնց անենք, որ այս ամեն ինչը չգնա հորը պատմի։ Անցի աղբեր ջան, անցի նստի տնանք ոնց են քո հարցերը լուծում։ Հարցերը ազգային ժողովում են լուծում։ Մենք Փարիզում ենք։ Բենդեքս, Արսեն, Հաջիկով։ Մուշեղ, բա ես ինչ ա եղել, բենդեքսը։ Ինչ պետք լինի Արսեն ջան։ Փորձանք։ Այսօր գնում էի լորի, ճամփեքը ավոր, Շատ բան։ մարախուղեր դեմս բան չէի տենում։ Вообще։
Հետո ավտոյով ընկա լադոկների մեջ, դո պարզվեց, որ այդ լադոկներ չէին, այս մարդու ոչխարներն էին, մի խոսքով ոչխարներին գցել եմ ավտոյի տակ։ Դե ասավ, ինչա պետք, ինչ պիտի անենք։ Ինչ պետք է անենք, աղբերս։ Բախներդ բերելա, որ գայդին տղու եք ռաստվել։ Ես շատ պայադշնի անձնավորություն եմ, էլի, մեր ռայոնի շրջանակներում ու ոչ միայն, էլի շրջանակներում։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այդ ոչխարների փողը պետք է տակ։ Չտվիկ, խապողը զանգմա քաղմաս։ Յոկ այդ ցավը տանեմ, ինչ քաղմասի մասն է խոսքը, ասա ինչքան է փողդ կտանք։ Ուրեմն 10 ոչխար վրա ենտի է ենտրարգլել։ Ամեն մեկը գոմի ճրակ, որը մարավ։ Ամեն մեկը մի մոր զավակ, որ էլ չգա։ Ամեն մեկը մի կարան մեր, որը բարան։ Ինչ եմ ուզում ասել։ Հատը 40,000 դրամ, ներդյալնյալ MDF-ը։ NDS-ը երևի։ MDF-ը։ Այսինքն 400,000 դրամ։ Պլյուս մալյարնի ու շմերն։ Երևի մարարլի ու շերպ, հա։ Մալյարնի մուշներն։ Ու ինչի համար։ Այդ կանանը դարդին չեն դիմանա։ Կբողոք են։ Դրանց բերանը փակելու համար կատա պետք 100 լիտր։ Էդի քեզ արեց 200,000 դրամ։ Ջան, մի րոպե ինչ ես խոսում։ Դու արդեն չափերը տասնում ես գառան բերան փակելը որն է։ Կարող է մի հատ գնան այդ գառները միջազգային դատարանում բողոքեն։ Այլուս, այդ գառանի պետք է թաղեմ։ Ուրեմն փոստ փոլորին պետք է փող տամ։ Տրակտորիստին պետք է փող տամ։ Սալյարկին պետք է փող տամ։ Այդ տոպրելինի նասոսը բարել է, էդի պետք է փոխեմ։ Էդի ոնց որ սաղ իրար այդ գուզմա բազմա պատկած, անմա քեզի ոնց որ ասма 64544 լումա։ Ռուբլի։ Եվս 6 անգամ ներողություն եմ խնդրում իմ գործած մեղքերի համար, ցավը տանեմ 1000 ներողություն, ների որ ներվես։ Ներում ես։ Հա, ներում եմ։ Շնորհակալ եմ քեզ շատ, Ֆելջան։ Գիտես, եթե դու չլիներ, ես չգիտեմ ինչ էի անելու։ Այ հիմա ես հասկացա, թե ով էր այն խորհրդավոր երիտասարդը։ Հա, Էլա ջան, ես քեզ շուտ էի ուզում իր մասին պատմեի, ուղղակի տենց հարմար պահ չէր լինում, բայց հիմա շատ կարևոր է, որ իմացար արդեն։ Ես ամենասկզբից էլ կասկածում էի, որ խորհրդավոր երիտասարդը հենց դու ես։ Ես։ Հա, Ֆելո։ Ու հակառակը չփորձես ինձ համոզել, թե չէ դու ինչի պետք է քեզ վտանգեիր ու դեմ դուրս գայր լիկայի խելագար եղբորը։ Ախր Էլա ջան։ Փաստորեն լկտիությունը չափ ու սահմանն անցել է, հա Ֆելո։ Էս ինչ ես անում այդ դավաճան օրը ցերեկով ու բոլորի աչքի առաջ, հա։ Կներեք, ես գնամ։ Ասեմ, հիմա ոնց ենք տալու այս չոբանի 4 միլիոն դրամը։ Մուշեղ ինչ ես խոսում, ինչ 4 միլիոն դրամ։ Ու քո կարծիքով ինչ խոսում ես, դες ճիշտ էր, հա ասում։ Ոչխարի 40-ը ո՞րն է, մուշեղ։ Ոչխարի 40 պետք է անի։ Դու չհասկացար, որ չոբանը լավ է աֆերիստ է։ Ու մեզ դրել է իր ոչխարների տեղը ուզում ես կթի։ Ասեմ, դե ինչ անեմ, հիմա այս ցնդացը կարող է զանգի քաղմաս, ընկնենք պատմությունների մեջ։ Մուշեղ, անենց ես խոսում, ոնց որ այդ գումարը գրպանը դրած է։ Էս չոբանա բենդեքսա ինչա դրա հետ խոսամ։ Բենդեքս։ Հաստատ հերետ օրը լավ խմել է։ Հեն աղբեր ջան, ինչ որոշեցիք։ Մենք 4 միլիոն դրամ չունենք։ Եղած չեղած 200,000 դրամ է։ Ուզում ես ուզի, չես ուզում զանգի քաղմաս։ Լավ աղբեր ջան, ես ագահ տղա չեմ։ Իմ 200,000 դրամը տվեք ու վերջ։ Պլյուս իմ ճապի փողն եք տալը, որ տուն հասնեմ։ Էդի քեզ անմա իտավով, ոնց որ ասմա 300,000 դրամ։ Լավ, հեսա այդ հարցերը կլուծենք։ Քո կյանքին մեռնեմ ես։ Քիչ արագ մտածեք ու շարժեք։
Տաթև։ Նենց հարձակվեցիր Ֆելոյի վրա, ոնց որ դու լինեիր իր կինը, ոչ թե ես։ Կարող է ինչ-որ բան կա Ֆելոյի հանդեպ ու դու ինձ չես ասում։ Չէ, Լիկա, չկա։ Ուղղակի դու հանգիստ կանգնած նայում ես, թե ոնց է այդ Էլան ուզում Ֆելոյին համբուրի, ես էլ քո փոխարեն արեցի այն, ինչ որ դու պետք է անեիր իմիջայլոց։ Տաթև, ես մի բան լավ գիտեմ։ Հա, հնարավոր է, որ դու Ֆելոյի հանդեպ ոչ մի զգացմունք չունես, բայց քանի որ ուղիղ մի տարի Ֆելոն մենակ քեզ է հետապնդել, ինձ թվում է քո մոտ խանդ է առաջացել ու դու չես ուզում, որ քեզանից բացի ուրիշ ոչ ոք լինի։ Լիկա, լավ էլի, հավեսը չունեմ։ Լիկա ջան, այդ հարսանիքի օրն եք որոշում։ Ռուբենի չարսանիկ։ Լավ էլ ձևեր մի թափի։ Ես լավ էլ նկատեցի, ոնց Տաթևը Ֆելիքսին խանդեց։ Ոնց որ ռուսն է ասում, если ревует, ուրեմն լուբետ։ Ես որ ես ամեն ինչից ինձ հարսանիքի հոտ է գալիս դու ձևի չես զգում։ Իսկ ես վառած յուղի հոտ եմ աղում Ռուբեն։ Բանյակ։ Ուշեղ, ուրիշ տարբերակ չկա։ Դու լավ գիտես, որ Տամարան փող ունի ու քեզ հաստատ կտա։ Ես էլ հազիվ եմ կպցրել այս չոբանին 300,000 դրամով։ Ախր քո մտքի ծայրով անգամ չի կարա հասնի, թե ինչա նշանակում Տամարայից փող ուզել ու պարտք մնալ։ Այդ նույնն է, ոնց որ Ռուսաստանից զենք առնես ու փողը չուզենաս տաս։ Արսեն ջան, ուրիշ տարբերակ է պետք մտածել ապեր։ Ստոպ։ Ես պապայից փող չեմ ուզի, ուշեղ։ Չեմ ուզի, всё։ Իրեք հարով, ճիշտ է։ Դե արի քեզ ճանապարհեմ, արի։ Ո, պլենգեր ջան, մի րոպե։ Մի հատ էլ հաշվեմ նոր այդամ։ Ընկեր ջան, արդեն 15-րդ անգամ ես հաշվում, հերիքա։ Ընկեր ջան, սմա, փողը հաշվել ասի։ Հələ Tunaya, Saryanit İsagyan Vontsen yarışıptı. Նայա։ Դե դու հաշվի արի, ես քեզ ճանապարհեմ, ճանապարհին էլ կհաշվես, պարապ չես մնա։ Արի։ Okay, աղբեր ջան, okay։ Շնորհակալություն աղբերս։ Կանոն ես մի խաշմերուկի վրա եմ։ Ուշեղ ջան, ես շատ ուրախ եմ, որ կարողացա քեզ օգնել։ Ես էլ շատ շնորհակալ եմ Տամարա ջան։ Ուզում եմ ասեմ, որ ես այդ գումարը անպայման քեզ հետ եմ վերադարձնելու։ Ուշեղ վերջացրու։ Ինչ գումար վերադարձնելու մասին է խոսքը։ Բա ուր մնացին մեր ուր մնաց մեր հարևանությունը։ Չէ, ուղղակի Ես կարծում եմ ուշեղ, դու ես առօրյա հոգսերից պիտի հանգստանաս, պիտի տանից դուրս գաս, մաքուր օդ շնչես, կալա նաև գնալ կինո։ Հա, կարելի է, այս քանի օրը կգնանք, Տամարա ջան։ Ոչ թե այս քանի օրը, այլ այսօր, որովհետև ես արդեն տոմսերը գնել եմ։ Արս Տաթևն ես չափալախեց, աչքերիցս կայս թռա։ Ֆելո ես չեմ հասկանում, ինչ կա դե ուրախանալու։ Ոնց։ Եթե չափալախում է, ուրեմն խանդում է, իսկ եթե խանդում է, ուրեմն մի բան կա։ Հա Մուշո, մի քիչ բարձր խոսա, բան չեմ լսում։ Ինչ, որ Տամարան չլսի։ Ինչ ա եղել։ Լավ, հեսա մի բան կանենք, հա։ Ֆելո, մուշեղներ, Տամարայի հետ կինոյից գալիս են տուն, ինչ-որ ասեց կինոյում Տամարային հազիվ ա դիմադրել, ու հիմա որ գան տուն, Տամարան հարցակվելու է մուշեղի վրա, խնդրեց ասեց, որ մի բան անենք, Տամարային խանգարենք։ Թող հարցակվի, ես ոչ մի բան էլ չեմ անում։ Ֆելո, ինչքան էլ մուշեղը քեզ նեղել է, բայց մի մոռացի, որ ինքը քո աղբերն է։ Վեր կաց, ես մեծ լավ միտք ունեմ, վեր կաց։ Հա։ Լսում եմ, ասեք։ Լիկա ջան, քեզ մի խնդրանք ունեմ, կարելի է ներս գալ։
Ուշեղ ջան, իրականում այն ինչ որ ուզում էի ասել, կինոթատրոնում չհասցրի ասեմ։ Տամարա ջան, իսկ կլինի մնա վաղ ասես։ Ոչ, Մուշեղ, որովհետև դու ինձ խոստացել ես, որ տանը կլսես ինձ։ Լսում եմ։ Երբ դուք 1 տարի առաջ տեղափոխվեցիք այս բնակարան, այն ժամանակ ես ինձ զգում էի շատ միայնակ եւ անօգնական։ Եվ իմ մտքով անգամ չէր անցնի, որ մի օր իմ բախտը կբացվի։ Բայց այս վերջերս հասկացա, որ ես միայնակ չեմ։ Իմ կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են ինձ օգնել, իրենց վրա վերցնել իմ խնդիրները, խնդիրները։ Եվ հասկացա, որ կամ մեկը, որի հետ ես ուզում եմ անցկացնել իմ ողջ ժամանակ։ Միայն նրա կողքին է, որ ես ինձ ազատ եմ զգում ինչպես թռչուն։ Կրակում է, Տամարա, կրակում է։ Փախի, Տամարա, փախի, գալիս է։ Ուշ արի։